Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք հավաքվել ենք Եվրոպական միության գրասենյակի մոտ բարձրաձայնելու մեր ձայնը, դժգոհությունը, բողոքը առ այն, ինչ կատարվում է Հայաստանում եւ Ադրբեջանում։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Ադրբեջանում առկա է տասնյակ, կրկնում եմ, տասնյակ մարդիկ, ովքեր որ փորձում են իրենց մաս կազմեցնել Ադրբեջանում իրականացնող շոուներին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև շարքային մեր հայրենակիցները այսօր գտնվում են Բաքվի բանտերում։ Գտնվում են իրենց համոզմունքների, իրենց հայրենասիրության, իրենց կամքի եւ իրենց արած հայրենանվեր գործի համար։ Նույն իրավիճակը այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, որքան էլ որ դա ցավալի է, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրել։ Հայաստանում այսօր առկա են տասնյակ քաղբանտարկյալներ, ովքեր բանտում են գտնվում բացառապես իրենց համոզմունքների, իրենց խղճի, իրենց հայրենասիրության, իրենց պետականամետության համար։ Հասարակական եւ քաղաքական գործիչներ, եկեղեցականներ, մարդիկ, ովքեր որ պայքարում են իրենց պետության համար։ Հետաքրքիր է, եւ երբ ասում ենք տասնյակ տարիներ Եվրոպական միություն, եվրոպական արժեքներ, դուք կարոզում եք հարգելի գործընկերներ արդարություն, ազատություն, թե խոսքի, թե տեղաշարժի, թե ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորության։ Բայց այսօր այն, ինչ կատարվում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից, որևիցե աղերս չունի արդարության եւ այն արժեքների հետ, որոնք տասնյակ տարիներ դուք քարոզում եք։ Եվ ձեր լռությունը փաստացի համաձայնություն է այն ամենին, ինչ կատարվում է։ Ադրբեջանի կողմից ցեղասպան գործունեությունը, Հայաստանի իշխանությունների կողմից հակահայկական քաղաքականությունը եւ այդ ամենը հանդուրժելը նշանակում է մեկ բան. հանդուրժելով նման բռնապետություններ, դուք հանդուրժելու եք ապագայում ավելի մեծը, որոնք որ հանգեցնելու են աղետների։ Պատմությունը ցույց է տվել, որ հանդուրժելով բռնապետությունը, հանդուրժելով բեսպիձելը, հանդուրժելով այն ամենը, ինչ կատարվում է ընդդեմ մարդկության, ընդդեմ ազատության, ընդդեմ ազատ խոսքի եւ ազատ տեղաշարժի, վաղը մյուս օր ծնում է ավելի մեծ մեղքեր, ծնում է ավելի մեծ աղետներ եւ հանգեցնում է ավելի մեծ կորուստների։